պահպանելու, ես է հետներն էշտամ, հլը տեսնիմ սկան թուրեր սոր եկել են, ինչի համար են եկել, այդ զիվորներն որ կան գնացին կորան, հեշ մեկը տեղել է ժաշ չեգակ, հմի փոր է ծծե, աշխատավարձը բանեք է, լասվե եկել եք Լեռնագանը ոչ հանցագործ է ունեցել, Լեռնագանն եղել են քաղաքը, դուք չեք վիրավորվի, ճանդեջի դաշ է, 2 մետր է բոտ, կիսատ վարտանի համար, ամբողջ Երևանը շարգի արի եկել են, դուք թասիվ չունիք, դուք հայ չեք, դուք ինչ ազգ եք, ինչից եք սերմանված, ամա չեր, այդ մեր պաշտոնի համար, կարելի է սկան ստորանալ, սկան, մեր ղեկավարը, ուրիշ պետությունների ղեկավարների դեմ կստորանա, ժողովրդին էսպես կստորացնել, դուք թասիվ չունիք կնգար, թասիվ չունիք, լատին աշխարի պես սուրուները, ավտոները բեր լծել են ստեղ ոչ, բան է, են հիմնարգնոր, ոչխար գմորտեին, ոչ կով գմորտեին, ստեղ մեր քաղաքապետը մեր վնագի, դուք ինչի համար, անուն ինչ եք դրել եկել եք, սաման ընդեղս թուրքը բդի գա, եկել եք ու մեզ էտ պայեք, ինչի մարեք եկել, անունը տվեք, մենք եք գիտենակ ինչ եք եկել, ոչ տանի քալար պադիվ տակ, խաշ պադիվ տակ, ինչի մարեք եկել, Նիգոլի տագի ատորի համար, հերիկը տղամարդոր թասիվ չունենա, լենագանցին իրա թասիվի համար մեհադիր կարգ է բաներ է, զակաց տղե բաղնիկ էշտելու, որ կալխար գտնել է, դուք հմեսիք էտ կալխարն են ինչի մար գկարեք, ինչի մար դեր 100,000-ի, այդ լենագան կան է բանը, կապեի խեգավարն է սաղ կան է պիպրտարտարցիա ունի, գնաց է կովերը կան է պաճեցել եք ավելի շատ անակ, գոն է թասիվ ունենակ, դունար գնաց է երեխիդ իշտիս ես, գնացել էիք լեննագան, գործից եք տարել են լեննագան, հոտիկ ոչ խլիսը իչ հետոր ձեզի տարել են, մեր միշտ է տղամարդն չկարզ է դե եսկու, եղաստ է չեղաստ է պուտակա, կենիկը մունիս թերկաման տեղել, ադար եղել եք սպես գերի, ղեկավար ունենակ, վաղտանի պես քաղաքի տեստ իրական ունենակ, կողքը կանեք, բայց եկել ես Գյումրի, ինչի մար, եկել եք ընձի տանիք, հա, ես ավել լավ եմ նստում, ես կյանքով կաբրի, օրել տելևիզերը չեմ նայր դուր կնկան չելվացայել է առաջի տիգին է կրե տագը, հեկը գնացել է պետության հարցել ուզելու, հեզանիվ քշն նգարը խրգել ենձի, դայ դիշոց այս կեզ օրել ծերեգով էլ չեմ տեսնի, կանանք, զզվան, դուք թասիվ չունիք, փոխանակ դուք ընդեղ հարցել էլ ուզելու, եկել եք ստեղով արտանին տարի, են տեղի գլոխն եք երան, դուք մարմենով ծավ չզգացիք որ մի օր մեր հետը ձեզի կասնի, հետ չեք հասկնա դուք էտ կանը, հեշ մարդաբավա գրած չեք, Ինչ ոչինչ, ասենք մեր ազգի վայել չէ, մեր ազգի վայել չէ, կուբի դրած բանը, խամաչիգը հասավ իրան նպատակի, ամբողջ լեննագանին հանեց իրար թեմ, մեր էդ քաղաքը չէր, որ ես կյանքով ապրես։ Ես քաղաքով եմ։ Եկել աջակցելու պարոն Ղուկասյանին, թե ինչ նպատակով եք հիմա։ Ուրեմն, գիտեք ինչ նպատակով, ես ուզում Սուրու, էնիկ բան խոսել այն մասին, որ եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադվի ու ձերբակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է, Պետական Դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը, Նիկոլ Փաշինյանը, որը ծախեց Հայաստանի հողերը, Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի անվյունից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազանների ձերբակալություն։ Եվ ես չեմ մեղադրում ոստիկանին, ոստիկանների համար այսօր Նիկոլի թվին հայրենիքը իրենց գրբանն է տարել։ Հանուն փողի պատրաստ են նույնիսկ թռնելու ժողովրդի վրայից է։ Ես բոլոր հանրահավաքներին եղել եմ եւ ծեզ եմ կերես ոստիկանների կողմից նույնիսկ։ Եղել եմ հանրահավաքներին։ Ես զարմանա եւ գիտեք ինչ է չի դառնում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ հարեմ ունի։ Բոլոր ուժային կառույցների ղեկավարները իր հարեմի անդամներն են։ Անբարո կանանց հավաքել է գլուխը, ինչ որ ազ ուժային կառույցներ է ստեղծում, այն մեկն էլ նորը հայտարարում է բանականության տեսությունով։ Դուք բանականությունը ինչ գիտեք ինչ է, տեսությունը ինչ գիտեք ինչ է։ Ձեզ միակ սրբություն է երկրի մեջ երկիր թալանելն է։ Ձեզ սեփական գրբանն է։ Այդ որպես գյումրեցի հետևելով մինչ այս տեղի ունեցող իրադարձություններին քաղաքապետի շուրջ, սպասում եք նման գործողությունների։ Այո։ Ես 38 տարի քաղաքականության մեջ եմ, ես ընդդիմադիր եմ եղել միշտ։ Երբ սա եկավ Գյումրի, ես հենց նույն օրը ասեցի, որ երկուշաբթի օրվանից սկսվի ձերբակալությունները, եւ ես ճիշտ դուրս եկա, որտեղ Նիկոլին շատ շուտ գիտեի,
հայկական ժամանակի խմբագիր որպես գիտեի եւ առնչվել եմ, երբ իմ մասին հոդված տվեցին, ես նախագահ եմ կազմակերպության, երբ հոդված տվեցին, գնացինք որպեսի հեշկում պահանջենք, այդ մարդը հեշկում չտվեց, ասես փող են տվեք գրել եմ։ Եվ դա եղել է հրաշեի տարիներին, երբես ընդդիմադիր եմ եղել։ Սրանից սպասվել է, եւ հետո այսօր ընդդիմությունը հույսը տվել է ընտրությունների վրա, մինչեւ ընտրություն Հայաստանում ոչ մի ընդդիմադիր մարդ չի մնա, բոլորը կլցվեն բանդերը։ Ես ասել եմ եւ ասում եմ, իսկ եթե ընտրություններ լինի, ասված մի արասցի ընտրություն լինի, սա առանց այրուն տագիատորը տվող չէ, որովհետեւ ինքը ոտքից գլուխ, ինքը շատ լավ գիտե, որ դադվելու է։ Ինքը շատ լավ գիտե, որ պատասխան է տալուս կամ բանի համար։ Կորցրինք երկիր, ներկայումս Հայաստանը պետականություն չունի, ու սարսափելին հենց դա է։ Դուք ներկանաք ձեր անունը։ Ջուլիետա Ավետիսյան, Շիրակի մարզի ազգային ինքնորոշում միավորման նախագահ։ Ես եմ շնորհակալ։